անդրադառնանք Սերժ Սարգսյանի ելույթին, մասնավորապես արձագանքներին, որոնք հնչեցին այդ ուղղությամբ, եւ 3 առաջնահերթություններ նա ընդգծել, մասնավորապես համերաշխության մթնոլորտ ձևավորելը, զինված ուժերի մարտունակությունը վերականգնելը եւ դաշնակիցների հետ հարաբերությունների հաստատումը։ Գիտեք, որոշ անհատների արձագանքին, որոնք 3 հնչել են, հատառհատ անդրադառնալ չեմ ցանկանում մի շատ պարզ տրամաբանությամբ, շարունակելով նախագահի ալեգորիան, ես զռռոցները չեմ մեկնաբանում եւ չեմ անդրադառնում։ Ձեր նշած առաջնահերթությունների հետ կապված այն ինչ ասել է նախագահ Սարգսյանը, կարծում եմ մեկտեղում է եւ ամփոփում է հանրապետականի գործունեությունը 35-ամյա գործունեությունը եւ մասնավորապես վերջին 7 տարվա անդիմադիր գործունեությունը, նշված բոլոր 3 առաջնահերթությունները իրատեսական են, հաշվի առնելով հայ ժողովրդի ներուժը հնարավոր են եւ դրա համար առաջնային անհրաժեշտ պայքարը իշխանապողության իրականացումն է, որովհետեւ 3 որոշ մեկնաբանություններ եղավ, սա կարծես ԿՊ-ի նոր քարոզչական գիծն է, տրամաբանությունը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությանը բազմաթիվ անգամներ փորձել են ներքաշել պատերազմի մեջ եւ վերջին փորձը եղել է Արցախի հայաթափումը։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ, եթե Աստված մի արասցե հարցակվեն Սյունիքի վրա կամ Գեղարքունիքի մարզի վրա, էլի տենց խրոխտ դեմքով գալու են այս բանների դիմաց կանգնեն ու ասեն, դե Հայաստանին փորձում են ներքաշել պատերազմի մեջ, հարցակվում են Հայաստանի վրա, բայց իրենք հերոսաբար չեն արձագանքում այդ հարցակումներին, դա մեկ, եւ երկրորդ էլի զավեշտը, որը վերջերս քննարկվում է, հարցին թե ինչու Ադրբեջանը չի արձագանքում այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման ամեն օր, ամեն ժամ հնչող առաջարկներին, Փաշինյանը ստատուս է գրում 15 րոպե մեկ դրա մասին եւ այլն, իրենք պատասխանում են, դե Ադրբեջանը անակնկալի է եկել Հայաստանի համաձայնությունից, չգիտեն ինչ անեն, տենց լավ չի, Սևանը հանձնեք ավելի շատ անակնկալի կգան, տենց իրաց նպատակը Ադրբեջանը անակնկալի բերելն է, անակնկալի ուրիշ ձև են բերում իրեն Ադրբեջանին, իսկ դրանք իրենք ունակ չեն։ Իսկ երեկ Փաշինյանը իր ելույթում ասաց, որ ադրբեջանցիները կրակում են Հայաստանի տարածքի վրա, գուցե անկարգ են կամ էլ ժողովրդին են վախեցնում։ Նախ հիշեցնենք, որ ժողովրդին վախեցնողներից առաջինը հենց Փաշինյանն էր, որ անցած տարի մոտավորապես այս ժամանակ Տավուշի մարզի գյուղերով շրջում էր եւ մեր քաղաքացիներին, մեր հայրենակիցներին վախեցնում էր պատերազմով։ Մեկ, երկրորդ, ես երբեք չեմ դադարի զարմանալ ԿՊ-ականների ունակությունից Ադրբեջանի փոխարեն ներողություն բառիս համար, բայց կռուտիտ լինելու ունակությանը։ Այսինքն այն հայտարարությունները, որոնք սովորաբար Ադրբեջանն է տարածում, զինվորները անկարգ են, չնայած դրան նույնիսկ Ադրբեջանը չի հասել, թիրախային չեն, օդ են կրակում, այսինքն ԿՊ-ականները ու ցավոք սրտի նաև պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում է։ Այսինքն ես սրա ինչը մեկնաբանեմ, այն եթե ամեն պատասխանը, որը սովորաբար Ադրբեջանի հերյուրանքներին էի տալիս, դժվար իրանց դուր գա, բայց իրանք ավելին են արժանի։ Ձեր հարցը շատ։ Ամեն դեպքում, որ նշել է Սերժ Սարգսյանը, որ ձեր էշին, ձեր վրանը կապեք եւ այլն, որի ճակատը դուք պաչեցիք եւ այլն։ Արդյոք ընդդիմության համերաշխության մթնոլորտը կհաստատվի եւ ում է վերաբերում դա։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ խնդիր կա նախագահի այդ հայտարարության, որովհետեւ եթե ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնք որոշել են այդ էշը բերել մեր կուսակցության դռանը կապել, չէ, դա չի հաջողվելու ու չէ, դե այդ մարդկանց հետ ինչ համերաշխություն անեն։ Մարդիկ, որոնք լկտիաբար ժամանակին դրան նպաստել են կամ դրան գովեստի են արժանացրել կամ ուրախացած են, դրանք տարբեր մարդիկ են, իմ նշածները տարբեր մարդիկ են, որոնք նպաստել են, որոնք ուրախացել են, որոնք գովաբանել են Փաշինյանին, հիմա այդ մարդիկ այդ մարդկանց հետ համերաշխության հետ կապած հարցեր տալիս, իրենք հələ թող իրենց նպատակները հստակ նշեն, իսկ համերաշխություն հանրապետականը
ցույց է տվել եւ շարունակում է պատրաստական լինել բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք իրապես իշխանափոխություն են ցանկանում, որոնք իրապես աշխատում են ամեն օր իշխանափոխության համար, այլ ոչ թե ինչ-որ մանր սեփական խնդիրների լուծման։ Համիջանյան քիչ առաջ այստեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր կարծիքը, որ նոր սահմանադրության ընդունման դեպքում կամ այդ տեքստի գրման դեպքում պետք է նախաբանին այդ հողումը անկախության հռչակագրին հանվի նախաբանից։ Դուք ասում եք, որ դա Հայաստանի պետականության չգոյության չլինելու մասին է, այդպես էինք հիմնավորում, դուք ինչ եք կարծում այստեղ Բաքվի Ես խնդրում եմ, որպեսզի բոլորը ֆիքսեն, ախր նույն հնարքն է անում Փաշինյանը, անդադար։ Սկզբից վայ չէ, ոչ մի դեպքում մենք տենց բան չենք անելու, հետո վայ կարող է անենք, հիմա կարծում եմ կարելի է անել, հետո այդ ամեն ինչը հայտնվելու է տեքստում։ Դա մեկ, այսինքն նույն հնարքն է, ինչպես արվեց Արցախի պարագայում, ինչպես արվեց առհասարակ սահմանադրական փոփոխությունների հետ կապված, նույն հնարքն է։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության չգոյության միակ վտանգը դա Փաշինյանի իշխանության մնալն է, դա երկուս։ Եվ երրորդ, բացի նրանից, որ դա ակնհայտորեն Ադրբեջանի պահանջն է, դա չի թաքցվում, նույնիսկ Ադրբեջանը չի, այսինքն Փաշինյանը այնքան հնարավորություն չունի նույնիսկ Ադրբեջանի խնդրի գոնե բացահայտ մի պահանջեք է դա, որ ես կարողանամ իմ ժողովրդին խաբել։ Նույնիսկ այդ չի կարողանում Ադրբեջանին խնդրել։ Ես վստահ եմ, որ խնդրել ա ու մերժում է ստացել։ Այս ամբողջ ընթացքը դա է ցույց տալիս։ Բայց եթե վերադառնանք այդ դրդապատճառներին, դա ոչ միայն Ադրբեջանի պահանջն է, այլ նաև Փաշինյանի մոլուցքը։ Փաշինյանը մոլուցք ունի, հերոստրատի մոլուցքա, ինքը լավ բանով չի կարող արդեն հաստատ պատմության մեջ մտնել։ Դրա համար փորձում է մաքսիմալ վատ բաներով մտնել։ Ինքը որոշել է, որ պատմության դասագրքերի մեջ պիտի մտնի։ Երևի հիմա հույս ունի, որ իր արևին 4-րդ հանրապետության դրամաբանության մեջ պետք է մտնի պատմության մեջ։ Ես ուզում եմ Փաշինյանին հանգստացնել, թող չանհանգստանա։ Ինքը արդեն որպես դավաճան կապիտուլյանտ պատմության մեջ մտել է։ Էլ մի իզդիր, հերիք է։ Իսկ պարոն Համիջյանի Համերաշխություն դուք չեք պատկերացնում։ Ես չասեցի, որ ես համերաշխություն չենք պատկերացնում։ Ես ոչ էլ ասեցի, որ չէ, մի վարք նեղություն։ Քննադատությունը նորմալ քաղաքական գործընթացի մաս է, հանրապետականը միշտ էլ ականջալուր է քննադատությանը, մի մասը դրա հաշվի է առնում, դրանից հետևություններ է արվում եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց հասկանում եք, մենք միասին ենք եղել, դուք որպես լուսաբանող, մենք որպես ակցիայի առաջամարտիկ, այն ժամանակ, երբ իրականացվում էր ոստիկանական բռնություն, երբ կիրառվում էին հատուկ միջոցներ ու մենք ոստիկանական բիրտ ուժ կիրառող շարքերի դիմաց կողքի կանգնած էինք։ Հիմա եթե կողքից կանգնածը այդ տեղից գնալու է իր գրասենյակ, ստացած փողերը հաշվի, լայվ միացնի ու ասի գիտեք, այսինչը վերել է իշխանության ու ինչ որ հեքիաթներ, ստեր, խայտարակ զզվելի հերյուրանքներ տարածի իմ մասին։ Ես այդ մարդու հետ խրամատում, ոնց կանգնեմ։ Այնպես որ իրենք դա պիտի մտածեն։ Իսկ պարոն միասնական օրակարգ չկա, դժվարտոցից բացի։ Կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության ֆրակցիայի անունից միլիոներորդ անգամ հպարտությամբ նշում եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնային օրակարգն է իշխանափոխությունը։ Այն բոլոր մարդիկ, որոնք այդ բարդ, դժվարին, բայց պատվաբեր պայքարում մեր կողքին հանգած են, իրենց հետ մենք եւ համերաշխություն եւ եղբայրություն ունենք։ Համիջյանի Հանրապետական այդուհություն, Գիտեք, մենակ հրճակել եք, թե որոշակի քայլեր։ Լուսինե ջան, ես չգիտեմ ինչով ապտրա պայմանավորված ձեր այդ հարցադրումը, որովհետև կարծում եմ դուք ինքներդ կարող եք պատասխանել, թե մենք մենակ հրճակում ենք, թե քայլեր ենք անում, թե փողոցային պայքարի ժամանակ հանրապետականը որտեղ է եղել, Սևագործ բանվորի կարգավիճակում ամենավտանգավոր կետերում, բացարձակ ուշադրություն չդարձնելով կուսակցական կամ անձնական ամբիցիաների, թե ինչ ահռելի աշխատանք է տարվում տարածքային կազմակերպությունների կողմից, թե ինչի մեր համար առաջնային օրակարգն է հենց իշխանափոխությունը, այլ ոչ թե այս կամ այն խնդիրների լուծումը, թե ինչպես ենք մենք լուծումներ առաջարկում եւ փորձում մեր գործընկերներին ապացուցել, որ կարծես թե իմպիչմենտի տարբերակը ամենահաջող գործիքակազմն է այդ տրամաբանություն իրականացնելու համար եւս մեկ անգամ ասում եմ, որ իմպիչմենտը առանց փողոցային պայքարի բացառապես ընդամենը բառ է։ Ներկա պահին ձեր
օրակարգը որն է։ Ներկա պահին այս պահին հերթական ընտրությունները թե որոշ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը համարել է եւ համարում է, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու բոլոր հնարավոր բոլոր իրատեսական միջոցները, որոնցից ամենաիրատեսականը մեր կարծիքով իմպիչմենտն է, անհրաժեշտ է օգտագործել։ 26 թվականի ընտրությունները Հայաստանի Հանրապետական Կուսակցության գերասենյակում այս պահին որևէ կերպ չեն քննարկվում։ Մենք դրանով չենք ապրում։ Մեր նպատակը Փաշինյանի մոտ իմունություն աշխատելը չի։ Մեր նպատակն է Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, որովհետև մենք մեր հայրենիքը ավելի շատ ենք սիրում, քան ցանկացած պաշտոն կամ ցանկացած կամ ես նման բան ասացի։ Պարոն Մամիջանյան, Հիմա ես մի հարցերի իրենք իմպիչմենտի հետ կապված համաձայնություն չկա իրենք։ Ներողություն։ Իմպիչմենտի հետ կապված տարաձայնություններ կան։ Ես ասացի, որ տարաձայնություններ կան։ Ես ասում եմ, որ մեր կուսակցության կարծիքով իմպիչմենտը ամենագործուն գործիքն է։ Այդ հարցը պիտի տաք Հայաստան Դաշինքին, ոչ թե ինձ։ Բայց ի՞նչ պատճառ։ Ես նման չեմ ասել, որ կա տարաձայնություն։ Ժողովուրդ, կլինի ես ուրիշների պատճառաբանություններից չխոսեմ։ Ես չեմ ասել, որ Հայաստան Դաշինքը նրան որևէ կերպ դիրքորոշում է հայտնել դեմ, ժամանակին դիմադրության պայքարի ժամանակ, երբ եւ Հայաստան Դաշինքի եւ Պատիոնյան խմբակցության պատգամավորներն էին հարցակում կանգնած Իշխան Սաղաթելյանը, եթե չեմ սխալվում, առաջին անգամ է հնչեցրել իմպիչմենտի գաղափարախոսությունը եւ տարբերակը։ 30-ից ավել ձայն ստանալը բարձր։ Կլինի ես Հայաստան Դաշինքի փոխարեն չպատասխանեմ։ Խնդիր չեք տեսնում, որ Գիտեք, ես քանի որ մայիսի 4-ին ամենաակնառուն մայիսի 4-ին, երբ ազգային ժողովը հոծ բազմությամբ հայրենասերների շրջապատված էր կամ շրջափակված էր, ոնց ուզում եք անվանել, երբ որ ես դահլիճում էի, տեսնում էի ԿՊ-ականների աչքերի վախը, այդ պատկերը, երբ որ աչքերիս առաջ է, ես գրեթե կասկած չունեմ, որ լայն հասարակական կոնսոլիդացիայի պարագայում դա լիովին իրատեսական եւ լիովին լուծելի խնդիր է։ Եվ պարոն Մամիջանյան, դուք ինչ եք կարծում, արդեն այս հայտարարությունից հետո հնարավոր է Բաքու տեսնելով, որ այդ հռչակագիրը հանվելու է, ստորագրի խաղաղության պայմանագիրը, եւ երկրորդ հարցը, եթե գնում է իշխանությունը այս ճանապարհով, այսինքն հանրաքվե, որով նաեւ հանվելու է այդ հռչակագիրը, եթե գնա այս ճանապարհով, ինչ է անելու ընդդիմությունը դա թույլ չտալու համար։ Դուք ինձ թվում է, որպես ես կարողանամ այդ հարցին պատասխանեմ, եթեները մի քիչ շատ են նախադասության մեջ, բայց եկեք փորձեմ ամեն դեպքում տրամաբանությունը ներկայացնեմ։ Մեկ, ես կարծում եմ իմ անձնական կարծիքն է, որ Բաքուն լավ էլ տեղյակ էր Փաշինյանի այսօրվա հայտարարությունից։ Սովորաբար Բաքուն եւ Անկարան շատ ավելի շուտ են տեղեկանում հայրենիքը ծախելու, դավաճանելու պլաններից, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ուստի դուք կասկածեմ, որ Բաքուն տեղյակ էր, իսկ գուցե, չգիտեմ, իրանք WhatsApp-ով են իրար հետ շփվում, ինչով մի WhatsApp-ի նամակել Փաշինյանն ստացել, բայց դա իհարկե կեսկատակ։ Երկրորդ, ես շատ խիստ կասկածում եմ, որ Փաշինյանեն ունակ են ապահովել հանրաքվեի համար անհրաժեշտ բավական մեծ թվով ձայների քանակը, դա բավական բարձր, բավական ավարտեմ էլի, բավական բարձր, հեսա կասեմ, բավական բարձր ցենզա այնտեղ 600,000-ից ավել քվե անհրաժեշտ, ես խորը կասկածներ ունեմ, էլի ոչ միայն սոցիոլոգիայի վրա հիմնվելով, որ Փաշինյանի վարկանիշը ամենացածրն է, պատմական մինիմումն է իր վարկանիշի, այլ նաև այն բարձ պատճառով, որ մինչև էս չեն արել։ Եթե իրանք վստահ լինեին, որ կարողանալու են դա անցկացնել, հաստատ հայրենասիրությունից դրդված որևէ գործողություն չէին անի, իրանք կդնեին այդ հարցը հանրաքվեի, ուստի կարծում եմ, շեմը ես, չէ, հարցը դրան չէ վերաբերվում։ Լուսինեի հարցը վերաբերվում էր Թույլ կտակ պատասխան։ Հարցը վերաբերվում էր, Լուսինեի հարցը ենթադրում է, որ վերաբերվում էր, որ նույն օրը համապետական ընտրություն եւ հանրաքվե իրականացնել հնարավոր չի։ Այդ նորմը, եթե ես ճիշտ եմ հիշում, հնարավոր է փոփոխել նաեւ ազգային ժողովում ու դրա մեծամասնությունը Փաշինյանեն ունեն։ Բացառում եմ ես դա, թե չէ։ Ոչ, իհարկե չեմ բացառում, որովհետև այն խրոխտությամբ, որոնք իրանք բերել են եւ փակցրել են Հայաստանի Հանրապետության քարտեզ ազգային ժողովում, նույն խրոխտությամբ ես վստահ եմ, որ իրանք ունակ են բերել Ադրբեջանի դրոշը։ Հանրաքվեն, որը դուք կասկածում եք, որ այլ դեպքում չի անցնի։ Բնականաբար դա իրենց կյանքը մի քիչ կհեշտացնի, թե իրենց կյանքը հեշտացնելու ճանապարհներից որ մեկով իրենք կգնան։ Ես հիմա չեմ կարող կանխատեսել, բայց եկեք մի բան էլ եթե թույլ տաք ասեմ, հա։ Շատ են ԿՊ-ականները փորձում ներկայացնել, այ մեր առաջարկած տարբերակը սա է, բա այլ ընտրանքը որն է։ Այս ձևակերպումը
տեղին էր կես տարի, մի տարի առաջ, երբ որ իրենք ներկայացրեցին իրենց տարբերակը, ընդդիմությունը այն մանրամասն եւ փաստարկված քննադատում էր, բայց իրենք ամեն դեպքով գնացին այդ ճանապարհով։ Հիմա մենք արդեն տեսնում ենք, որ այս ճանապարհը իրենց առաջարկած ճանապարհը, այսինքն բռնաբարվելուց հաճույք ստանալու, թուլանալու եւ հաճույք ստանալու ճանապարհը, վատագույն արդյունքի է բերում։ Ակնհայտ Ադրբեջանը չի համաձայնվում, ինչքան զիջում անում են Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում, այսինքն արձանագրում ենք իրանց ընտրած տարբերակը վատագույնն է։ Դրա այլընտրանքային կան բազմաթիվ տարբերակներ։ Տարբերակ համար 1 ամեն դեպքում պարտադրել, որպեսզի բանակցային գործընթաց տեղի ունենա միջնորդի կամ երաշխավորի ինստիտուտի առկայությամբ, ընդ որում խնդրում եմ ուշադիր լինել։ Ես որևէ երկրի կամ միջազգային կազմակերպության մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ առասարակ սկզբունքի մասին։ Տիկին Շավերդյանի նշած Թուրքիայի միջնորդության հետ կապված, հիշում եք, ես դրա մասին եւ իմ գործընկերները շատ անգամներ ասել էինք, հեքիաթներ էին քպայականները ասում, վայ, չէ, ոնց թե ինչի համար եւ այլն եւ այլն։ 2 շաբաթ առաջ, 1 օրվա ընթացքում տեղի է ունեցել 2 հեռախոսազրույց։ Առաջինը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Նիկոլ Փաշինյանի եւ դրանից անմիջապես հետո ըստ լրատվականների ըստ տրված հաղորդագրությունների Մարկո Ռուբիոյի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հեռախոսազրույցը, որի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ Մարկո Ռուբիոն հայցել է Թուրքիայի աջակցությունը կամ օգնությունը, ոնց ուզում եք ձևակերպել, Հարավային Կովկասում, այդ թվում նաև Հարավային Կովկասում խաղաղության ապահովման հետ կապված։ Դա բարդ միտք չի, այդտեղ մեկնման որևէ խնդիր չկա, այսինքն նույն օրը խոսում էինք Փաշինյանի հետ, ու նույն օրը դրանից խոսում է Հական Ֆիդանի հետ։ Պարոն Մամեջանյան, հնարավոր է ընդդիմությունը այս օրակարգը տապալելու կամ դրան ընդվզելու համար, օրինակ, ոչի ճակատ ձևավորի եւ այդ հանրակրվեի դեմ։ Եթեները շատ են, ախր։ Չէ, բայց եթե անդնում ենք այդ ճանապարհով քննարկումներ կամ չգիտեմ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բոլոր հնարավոր գործիքները կկիրառի, որպեսզի Փաշինյանին չհաջողվի վերջակետ դնել երրորդ հանրապետության գոյության վերջակետ դնել։ Մենք դրա համար ամեն ինչ կանենք։ Գործիքները շատ են։ Մենք դրանով զբաղվում ենք նաև հիմա։ Գիտեք, Տիկին Շավերդյան, ես իհարկե հասկանում եմ, որ այդ վերնագիրը շատ ավելի հնչեղ կլինի, բայց դա վիճակ է դա։ Բայց դա ճիշտ հասցեագրված նախադասություն չի։ Կարծում եմ հանրապետականին մեղադրել նման բանի համար վերջին առնվազն բոլոր պայքարների ընթացքում տեղի ունեցած եւ հանրապետականի դրսեւորած պայքարի տրամաբանության մեջ մի տեսակ ինձ թվում է անկեղծ չի։ Նախաձեռնելու եք, սպասելու Այլ դրամասին ինչ-որ մեկը։ Շնորհակալություն։